политическая партия российской. Ստորագրված է բոլոր դատավորների կողմից։ Без удовлетворения подписано всеми судьями. Возможности для того, чтобы Մենք շարունակելու ենք օգտագործել բոլոր իրավական հնարավորությունները И вся живая страна. եւ ամբողջ երկիրը կսարսափի այս նահատակագրությունից։ Впервые поймет, да, Ваша честь? Երբ Ռուսաստանում որևէ կուսակցություն զրկվում է ընտրություններին մասնակցելու իրավունքից, ուրեմն օրվա հրատապ հարցի վերաբերյալ զայրացրել է Կրեմլի ղեկավարին, թե որն է այդ հարցը գիտեն բոլոր ռուսաստանցիները։ Հիմա չկա պատերազմից ավելի կարևոր թեմա։ Ռուսաստանում կան եղբայրասպան պատերազմի դեմ պայքարող ուժեր, շատ չեն, բայց կան։ Քաղաքական լուրջ պատմություն ունեցող կառույցը, որը միանշանակ պահանջում է խաղաղություն հաստատել, Յաբլոկոն է։ Օգոստոսի 10-ին Գերագույն դատարանը քննել է Յաբլոկոն ընտրացուցակից հանելու Ռոդինա կուսակցության օգոստոսի 7-ի հայտը եւ բավարարել այն։ Գրանցված եւս մի քանի ուժեր պնդել են, թե իբր պատերազմը դադարեցնելու կոչը այսօր հավասարազոր է Ուկրաինայի նացիստական ղեկավարությանը սատարելու կոչին եւ պահանջել են արգելել դրա մասնակցությունը սեպտեմբերի 18-ից 20-ը կայանալիք պետական դումայի ընտրություններին։ Յաբլոկոն բողոքարկել է վճիռը, բայց այսօր Գերագույն դատարանը այն վերահաստատել է, մերժելով Յաբլոկոյի բոլոր հայտերը եւ մասնակի մերժելով վճռի ձևակերպումից դժգոհ Ռոդինայի մեկ հայտը։ Որոշումը հրապարակել է դատավոր Իգոր Զինչենկոն։ Апелляционная коллегия Верховного суда Российской Федерации определила решение Верховного суда Российской Ռուսաստանի Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիան որոշել է ուժի մեջ թողնել Ռուսաստանի Գերագույն դատարանի 2026 թվականի օգոստոսի 10-ի որոշումը եւ մերժել Ռոդինա կուսակցության եւ Յաբլոկո կուսակցության վերաքննիչ բողոքները։ Ստորագրված է բոլոր դատավորների կողմից։ без удовлетворения подписано всеми судьями. Յաբլոկոյի լիդեր Նիկոլայ Ռիբակովը պնդել է, որ կուսակցությունը կպայքարի ընտրություններին մասնակցելու համար։ Առաջիկա օրերին նրանք կներկայացնեն վերահսկողական բողոք Գերագույն դատարանի նախագահություն։ Բացի այդ, կա Ռուսաստանի սահմանադրական դատարանը։ мы будем продолжать добиваться и использовать все законные возможности для того, чтобы Մենք շարունակելու ենք օգտագործել բոլոր իրավական հնարավորությունները ապահովելու համար, որ մեր երկրի քաղաքացիները ունենան խաղաղ, օրինական եւ անվտանգ ճանապարհ քվեարկելու Ռուսաստանում խաղաղության, ազատության եւ անվախ կյանքի, ինչպես նաեւ հրադադարի համաձայնագրի օգտին։ Кроме того, есть еще Конституционный суд России. Մինչդեռ 3 իսկ Մոսկվայից 600 կիլոմետր հյուսիս-արևմուտք Պսկովում դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել Յաբլոկոյի փոխնախագահ ռուս-ուկրաինական պատերազմի ընդդիմախոս 63-ամյա Լև Շլոսբերգին, որը 2016-21 թվականներին Պսկովի շրջանի տեղական օրենսդիր մարմնի падգամավոր էր։ Նրան մեղադրել են պատերազմի մասին կեղծ տեղեկություններ եւ բանակը վարկաբեկող լուրեր տարածելու համար։ Նա ասել է, որ պատերազմը փոխել է բոլոր ռուսաստանցիների կյանքը, հազարավոր մարդիկ զոհվել են։ Рано или поздно точное и полное число погибших с именами будет обнародовано. Վաղ թե ուշ կհրապարակվի զոհվածների ճշգրիտ եւ ամբողջական թիվը անուններով եւ ամբողջ երկիրը կսարսափի այս նահատակագրությունից։ И вся живая страна содрогнется от этого маркировки. Лев Маркович, привет вам из Москвы. Лев Маркович, мы вас любим, мы вас ждем. Лев Маркович, мы с вами. Նիկոլայ Ռիբակովը խոսել է իր զինակցի նկատմամբ ընդունված դատավճռի մասին։ Конечно, не могу не сказать сейчас о наших чувствах, наших сопереживаниях. Բնականաբար մեր մտքերը Լևի եւ մյուս խաղբանտարկյալների հետ են, որոնք շարունակում են պայքարել խաղաղության եւ մարդկային կյանքի կորուստները կանխելու համար։ Борются за мир, за Յաբլոկոն կոչ է անում հրադադար կնքել Ուկրաինայի հետ եւ վերջ տալ երկրում բռնաճնշումներին։ Ռիբակովը ասել է, որ ընտրողների 18%-ը ցանկանում է դումայի ընտրություններում սատարել Յաբլոկոյին։